Շնորհակալություն պարոն համանախագահող, շնորհակալ եմ ուկրաինական պատվիրակության անունից հայկական կողմի հյուրընկալության համար, շատ շնորհակալ ենք դրա համար, բարձր ենք գնահատում, ես կցանկանայի առաջարկել հետևյալ փոփոխությունները զեկույցում, նախ եւ առաջ այն ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման իրավիճակի երկակի օգտագործման ապրանքների իրավիճակի ռազմական տեխնիկայի թեմային շարունակում է Ռուսաստանը տարբեր երկրներից ամբողջ աշխարհից տարբեր մատակարարումներ դեռևս ստանալ, ես ունեմ վեբկայք, որը Ուկրաինայի ռազմական հետախուզության կողմից այնտեղ կան տեղեկատվություն, եթե գաք, ես ձեզ կուղարկեմ հղումը, դուք կարող եք այնտեղ տեսնել եւ կարդալ, թե որ երկրները եւ կոնկրետ ինչ են մատակարարում Ռուսաստան, որպեսզի Ռուսաստանը կարողանա պատասխան հրթիռներ, անօթաչու թռչող սարքեր արտադրի եւ հետո ամեն օր դրանք ուղարկի Ուկրաինա։ Հետևաբար ես հավատացած եմ, որ մենք պետք է կոչ անենք, որպեսզի ավելի ուժեղացվի պատժամիջոցների մշտադիտարկման մեխանիզմները։ Ես կարծում եմ, որ պետք է շատ խիստ լինի արձագանքը։ Հատկապես երբ խոսքը գնում է ռուսական ագրեսիայի, ռուսական պատերազմի եւ ահաբեկչության մատակարարմանը։ Երկրորդ կետը վերաբերում է Վրաստանին, իմ տեսակետից ես իհարկե շատ մտահոգված եմ այնտեղ ժողովրդավարության վիճակով։ Մենք տեսնում ենք, որ այլ կերպ չկա, քանց ունենալ խիստ գործողություններ, որպեսզի կարողանանք աջակցել Վրաստանի քաղաքասարակությանը, Վրաստանի մեդիային եւ հատկապես անկախ մեդիային, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց երկրում ժողովրդավարության եւ մամուլի ազատության կարգավիճակը։ Սա մի երկիր է, որը շատ մոտ էր Եվրո անդամակցությանը եւ հետեւաբար վատ ուղի են կամ շեղվել են այս ճանապարհից։ Հետեւաբար իմ կարծիքով շատ կարևոր է աջակցել վրացական պայքարին հանուն ժողովրդավարության։ Իմ կողմից ես իհարկե որպեսզի ամփոփեմ, պետք է ասեմ, որ ես ողջունում եմ հայկական կողմի որոշումը սկսել ԵՄ եւ եվրոպական ինտեգրացման գործընթացը շատ կարևոր է ձեր երկրի համար, ոչ միայն լինել ժողովրդավարական երկրների ակումբի անդամ, այլ նաեւ դուք կարողանաք ունենալ շատ էական, շոշափելի ֆինանսական, տնտեսական օգուտներ ապագայում։ Իհարկե ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հուսով եմ, որ մենք միասին հաջողության կհասնենք։ Շատ շնորհակալ